Ողջույն, եթերում շաբաթն ամփոփն է, անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները առաջիկա րոպեներին։ Ազգային ժողովի նախագահի հրավերով Հայաստանում էր գտնվում Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահը։ Երկուշաբթի Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում Դիմիտրիուն շեշտել է. Կիպրոսը Հայաստանի կողքին է Եվրոպա տանող ճանապարհին, դատապարտել Բաքվում հայ գերիների շինծու դատավարությունները, նշելով նման դրսևորումները 21-րդ դարում անընդունելի են։ Արժնախագահն էլ ընդգծել է. միջազգային ասպարեզում Կիպրոսը վստահելի գործընկեր է։ Հայկական կողմը նաև առաջարկել է Հայաստան-Կիպրոս հարաբերությունները բարձրացնել ռազմավարական համագործակցության աստիճանի, ինչին Կիպրոսը դրական է արձագանքել։ Մենք պարլամենտների ղեկավարներս քննարկելիս ռազմավարական գործընկերությունը առաջին հերթին դա նկատի ունեն, իսկ մանրամասները ենթադրում են իրար հետ համատեղ շահերի եւ համատեղ մարտավարության ձևավորում եւ համատեղ աշխատանքներ բոլոր միջազգային հարթակներում, այլ ավել մանրամասներ այս պայմանությամբ չեմ կարող բացահայտել, դա ենթադրում է նաեւ կոնկրետ փաստաթղթերով սահմանված փոխհարաբերակցության ձևաչափերի ֆիքսում, արձանագրում, ստորագրում, խորացում, միջպարլամենտական բարեկամական խմբերի համագործակցության մակարդակի փոփոխություն։ Տիկին Դիմիտրիևին ես տեղեկացրեցի նաև մեր այն իրավիճակի մասին, որ այսօր կա կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ եւ վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսը իր ներդրումը կունենա, ինչպես անցյալում ունեցել եւ ինչպես մշտապես աջակցել է այդ խնդրին։ Տեղեկացրեցի մեր ռազմագերիների անհայտ կորածների հետ կապված խնդրին եւ պետք է ասեմ, որ երկկողմ կա լիակատար ընկալում մեր շահերի լիակատար համընկնում, որի համար եւս մեկ անգամ շնորհակալ եմ։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ազգային ժողովի նախագահը չի բացառել, որ Փաշինյանի ու Ալիևի մայիսի 16-ին Ալբանիայում տեղի ունեցած քննարկումը շարունակվի երկրի ղեկավարների ու արտգործնախարարների ձևաչափով։ Կարծիք հայտնել, որ այդպիսի գործընթացներն ուղղված են խաղաղության պայմանագրի կնքմանը։ Քննարկումները շարունակվում են եւ կա համաձայնություն քննարկումները շարունակել։ Չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն մոտ ապագայում երկրի ղեկավարների ձևաչափով, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարների ձևաչափով եւ դա լավ նորություն է եւ այլ նորությունը չէ կոնկրետ նման բանի մասին ես տեղյակ չեմ եւ այո ենթադրում եմ եւ պետք է ասեմ որ նման գործընթացները ուղղված են խաղաղության պայմանագրի կնքման տեղի ժամի հետ կապված եւ հայկական կողմը եւ միջազգային բազմաթիվ գործընկերներ աշխատանքներ են տանում, որպեսզի իրականություն դարձնել խաղաղության պայմանագրի կնքում։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով պաշտոնական այցով մայիսի 20-ին Հայաստանում էր Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը։ Իրանի գործընկերոջն ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Բնավարչական համալիրում տեղի ունեցել դիմավորման հանդիսավոր արարողությունը պատվո պահակախմբի եւ զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Այնուհետև կայացել է նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Մայիսի 21-ին Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարարին Փաշինյանն է ընդունել։ Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով, ինչը հիմնված է երկկողմ բնական շահերի վրա։ Գործակցության ընդլայնման ու խորացման գործում շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը, կարևորել առկա հնարավորությունների լիարժեք իրացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Նասիրզադեն նշել է, Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ։ Եվս մեկ անգամ ընդգծել է Իրանի անվերապահ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ապա Նասիրզադեին ընդունել է անվտանգության խորհրդի քարտուղարը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է մայիսի 20-ից 21-ը պաշտոնական այցով Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը։ Անդրադարձել Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։
Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգը, ԵԱՏՄ շրջանակում գործակցությանը, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Լավրովին է ընդունել նաեւ Հանրապետության նախագահը։ Լավրովը շնորհակալություն է հայտնել, ապա փոխանցել Պուտինի ողջույնները։ Հույս հայտնել, որ մեր երկրի նախագահը հավանության կարժանացնի օգտակար այն բանակցությունները, որոնք անցկացվել են Հայաստանում որպես զարգացում ՀՌԴ նախագահի եւ Հայաստանի վարչապետի կողմից տրված հանձնարարությունների։ Ավելի վաղ արտգործնախարարությունում տեղի էր ունեցել Միրզոյան-Լավրով առանձնազրույցը, որին հաջորդել էր ընդլայնված կազմով հանդիպումը։ Միրզոյանն ընդգծել է Երևանի հաստատակամությունը շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունն ու փոխշահավետ գործակցությունը ժողովուրդների եւ երկու երկրի շահերին համապատասխան։ Ապա ստորագրվեց Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-26 թվականների խորհրդակցությունների ծրագիրը։ Դե իսկ բանակցությունները կողմերը ամփոփեցին համատեղ ասուլիսով։ Լավրովն ասուլիսում պատրաստակամություն հայտնեց ապագայում եւս աջակցել Երևանին եւ Բաքվին հասնելու լիարժեք խաղաղության եւ համաձայնության, կնքելով խաղաղության պայմանագիր։ Անդրադառնալով 3 գումարած 3 ձևաչափով հաջորդ հանդիպմանը, նշեց. կողմ են, որ հաջորդ երկու հանդիպումները տեղի ունենան Երևանում եւ Բաքվում հաջորդաբար։ Ես պետք է նշեմ, որ այսօրվա բանակցությունները բավականին ընդգրկուն էին եւ միաժամանակ բավականին կառուցողական, հարցերի շրջանակը բավականին լայն էր։ Երկուստեք նշել ենք Երևանի եւ Մոսկվայի միջև բարձր մակարդակի եւ շարունակական քաղաքական երկխոսությունը, հիմնված համապատասխանաբար երկու երկրներից յուրաքանչյուրի շահերի եւ առաջնահերթությունների վրա։ Այս համատեքստում նշել ենք, որ ընթացիկ տարին իհարկե հագեցած էր եւ կշարունակի հագեցած լինել փոխայցելություններով։ Հայաստանի Հանրապետության վարչապետը այցելեց Մոսկվա մայիսի 9-ին, այժմ պատիվ ունենք հյուրընկալել արտգործնախարարի պատվիրակությանը, սպասում ենք Դաշնային խորհրդի նախագահ Տիկին Մատվիենկոյի եւ նրա պատվիրակության այցին, միջ տարածաշրջանային ֆորում է տեղի ունենալու նաև, ինչպես ցանկացած երկկողմ հարաբերություններում, մեր հարաբերություններում եւս տեսանելի են եւ էական դեր ունեն տնտեսական հարաբերությունները, մենք ունենք փոխշահավետ եւ բավական հաջողված փոխգործակցություն ԵԱՏՄ շրջանակներում, իհարկե տարածաշրջանի տնտեսական զարգացման ներուժը ամբողջությամբ չի իրացվում եւ մենք վստահ ենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում մեր փոխշահավետ տնտեսական համագործակցությունը եւս էապես կավելանա եւ սա այս թեմայի այս համատեքստի շրջանակներում այս համատեքստում իհարկե հնարավորություն եմ ունեցել նաեւ ներկայացնելու խաղաղության խաչմերուկ նախագիծը հերթական անգամ անմիջական շփումները լավ հնարավորություն է տալիս նաև քննարկելու զգայուն հարցերը, որոնք ուզում են մեր հասարակություններին եւ այս տեսանկյունից կարեւոր է օրինակ միգրացիոն ոլորտում նկատելի փոփոխությունները, դրանց քննարկումը, պետք է կարծում եմ ջանքեր գործադրենք, որ այդ փոփոխությունը բացասական անդրադարձ չունենա մեր քաղաքացիների գործունեության, մեր բարեկամական կապերի վրա։ Խոսել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման հարցում Հայաստանի հետևողական դիրքորոշման մասին, հույս ենք հայտնել իհարկե, որ այս նպատակը, այդ համաձայնագրի կնքման, ստորագրման, վայրացման նպատակը կարող է ոչ շատ հեռու ապագայում կյանքի կոչվել։ Ես ցանկանում եմ կրկին ընդգծել, որ չնայած այս ճանապարհին առկա բոլոր դժվարություններին եւ մարտահրավերներին, Հայաստանը հաստատակամ է եւ շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղություն հասնելու համար։ Մենք հաստատեցինք, որ Ռուսաստանը պատրաստակամ է ապագայում եւս աջակցել Երևանին եւ Բաքվին հասնելու լիարժեք խաղաղության, համաձայնության, կնքելով խաղաղության պայմանագիր եւ համակողմանիորեն ապա շրջապատելով տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքները եւ սահմանագծելով, սահմանազատելով պետական սահմանը այդ գործընթացների հիմքում այս գործընթացների կուռ հիմքը
Երակոմ պայմանավորվածությունների համալիրն է ամենաբարձր մակարդակով Ռուսաստանը, Հայաստանը, ադրբեջանական պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել 2020 եւ 2022 թվականներին։ Լրացուցիչ մենք տեսնում ենք ոչ փոքր ներուժ կա զարգացնելու տարածաշրջանային համագործակցության 3.3 ձևաչափով հարթակահարավային Կովկասի 3 երկրներ եւ իրենց մերձակա անմիջական հարևաններ Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա արդեն տեղի են ունեցել երկու նախարարական հանդիպումներ Թեհրանում եւ Ստամբուլում։ Հիմա մենք քննարկում ենք երրորդ նախարարական ժողովի անցկացումը։ Մենք խոսեցինք այն մասին, թե որտեղ կարող է երրորդ հանդիպումը անցկացվել 3.3 ձևաչափով։ Ես կարծում եմ, որ այդ միջոցառումը հյուրընկալել ցանկացողները Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը կարող են իրար հետ լիարժեք պայմանավորվել, մենք պատրաստ ենք դրան աջակցել ապահովելու նիստերի շարունակականությունն։ Այսինքն մենք կողմ ենք, որ հաջորդ երկու միջոցառումները լինեն տեղի ունենան Հայաստանի եւ Ադրբեջանի մայրաքաղաքներում հաջորդաբար։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորի առաջարկը արժանացել է կառավարության հավանությանը։ Առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն։ 1 ամիս ժամկետով ծառայության անցնելու դեպքում 24 միլիոն, 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ պետբյուջե վճարելու պայմանով։ Առաջարկվում է նաև փոխել պարտադիր զինծառայություն անցնելու առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանելով 32 տարեկան։ Իսկ մինչև 16 տարին լրանալը Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար Սեռի քաղաքացիների դիմումի պետուրքը սահմանել 15 միլիոն դրամ։ Առաջարկվող այս փոփոխությունը ներկայացվելու է առ քննարկման։ Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ եւ 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը եւ դիմումների ներկայացման կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը, իսկ պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալ Նարական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 միլիոն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է Արական սեռի քաղաքացուն զինվորական հաշմարման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում։ Պարոն Պապիկյան, ես ճիշտ եմ հասկանում, որ կառավարության կողմից ներկայացված առաջարկությունների մեկ սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր զորակոչի դեպքում կառավարությունը համապատասխան սահմանաչափ կհայտարարի եւ սա նաեւ թույլ կտա գնահատել այս միջոցառման արդյունավետությունը կամ կառավարել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նման շատ զգայուն, ինչպես դուք նշեցիք, եւ էական փոփոխությունների պարագայում։ Այս կետը մեզ համար սկզբունքային էր այն առումով, որ չնայած բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվը ավելացնել եւ տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհանուր ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, դրանք մտնեն պետական գանձարան եւ նույն ժամանակ մեզ հնարավորություն տան մեծացնելու պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները եւ թվաքանակը։ Այն ժամանակ էր, որ մեր կողմից ընդունվեց Պաշտպան հայրենիաց ծրագիրը, որը ենթադրում է, որ այն ժամկետային զինծառայողը, որը 5 տարով պայմանագիր կկնքի Պաշտպանության նախարարության հետ, ծառայությունից հետո կստանա նաև 5 միլիոն դրամ պարգևավճար։ Եվ այստեղից էլ այս թվերը, խոսքը վերաբերում է 18 եւ 24 միլիոն դրամ կառավարության առաջարկություններին, որը ենթադրելու է, որ հնարավոր կարճ ժամկետով ծառայելու պարագայում, երբ գումար կվճարեն պետական բյուջե, դրա միջոցով մենք կարողանանք 5 տարի շարունակ երկու պայմանագրային զինծառայողի եւ աշխատավարձ վճարել եւ նաեւ վճարել այն 5 միլիոն դրամ պարգևավճար, որը ստանձնել է կառավարությունը։ Յուրաքանչյուր զորակոչից առաջ կառավարությունը պիտի սահմանի թվաքանակը, թե ինչ թվով երիտասարդներ կարող են օգտվել այս հնարավորությունից։ Մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերը ու շրջանառվող մտահոգությունները ամբողջությամբ փարատվում են եւ կառավարելի են Պաշտպանության նախարարության կողմից։
Ճիշտ եմ հասկանում, որ մենք սահմանում ենք 3 ժամկետ ծառայության համար պարտադիր, 24 ամիս, 4 ամիս եւ 1 ամիս, եւ եթե այո, նաեւ ուզում եի հասկանալ ինչի հենց 1 ամիս եւ 4 ամիս, ոչ թե 6 ամիս եւ 12 ամիս օրինակ։ 24 ամիսը օրենքով սահմանված Հայաստանի քաղաքացու պարտավորություններն են, իսկ կրճատ ժամկետները վերաբերում են, դուք ճիշտ նկատեցիք, 1 ամիսը նվազագույն պատրաստության համար, որպեսզի քաղաքացին տիրապետի օգտվել զենքից եւ տարական զինվորական կանոններ, որովհետեւ այս երիտասարդները, ովքեր այդ հնարավորությունը կստանան, միևնույնն է գրանցվելու են պահեստազորում, ի տարբերություն զարտուղի ճանապարհով ազատվող այլ քաղաքացիների։ 4 ամիսը դա ուսումնական զորամասի չափաքանակն է, որտեղ պիտի անցնեն ուսումնական process, այսինքն ովքեր կօգտվեն այս ծրագրից, ուսումնական զորամասից զատ այլտեղ ծառայություն չեն իրականացնում։ Այժմ միջազգային լրահոսից։ Վատիկան այցի շրջանակում Զելենսկին հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի ու պետքարտուղարի հետ։ Կողմերը քննարկել են Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները։ Զելենսկին անիդատեսական է համարել Մոսկվայի հրադադարի համար առաջարկած պայմանները։ Վենս Ռուբիո-Զելենսկի հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են հետագա քայլերը, որոնք կարող են նպաստել ռուս-ուկրաինական կարգավորմանը։ Վենսը շեշտել է. Վաշինգտոնն ու Կիևը համակարծիք են Ուկրաինայում շարունակվող անիմաստ արյունահեղությունը պետք է դադարեցվի։ Պուտինը անկեղծ եւ բովանդակալից է համարել Թրամփի հետ բանակցությունը։ Առաջնորդների հեռախոսազրույցը տևել է 2 ժամ։ ԱՄՆ նախագահը արտահայտեց հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշումը։ Ես նշեցի, որ Ռուսաստանը նույնպես կողմ է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը։ Պայմանավորվեցինք։ Մոսկվան պատրաստ է գործակցել ուկրաինական կողմի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ։ Պետք է հստակեցվեն կարգավորման սկզբունքները, հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքման ժամկետները, որոշակի ժամանակահատվածով հնարավոր հրադադարը։ ԱՄՆ նախագահը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Truth Social-ում առաջին մեկնաբանությունն է արել։ Զրույցի տոնն ու ոգին գերազանց էր։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն անմիջապես, պայմանները կքննարկվեն երկու կողմերի միջև, քանի որ միայն նրանք գիտեն բանակցությունների մանրամասները։ Ապա նշել է, որ Պուտինի հետ զրույցից հետո համատեղ հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Զելենսկու, ինչպես նաեւ Եվրամիության, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆինլանդիայի առաջնորդների հետ։ Տեղեկացրել, բանակցությունները սկսվելու են անմիջապես։ Զելենսկին էլ իր հերթին է հայտարարել, 2 անգամ զրուցել է Թրամփի հետ մինչև Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը եւ հետո արդեն եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ։ Ուկրաինայի նախագահը վերահաստատել է, իր երկիրը պատրաստ է անվերապահ հրադադարի Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների ցանկացած ձևաչափով։ Ուկրաինայի ժողովուրդը պետք է նոր ղեկավարություն ընտրի Ռուսաստանի հետ հուշագիրը ստորագրելու համար։ Խորհրդարանի ղեկավարը կարող է իրավաբանորեն չհամապատասխանել ստորագրողի դերին։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ իրավաբանական վարչության ղեկավարը։ Կարևոր է թե ում ստորագրությունն է փաստաթղթերի վրա, քանի որ նրանց ներկայիս ղեկավարը վաղուց կորցրել է ոչ միայն արտաքին, անգամ ներքին լեգիտիմությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան կեղծ խոսույթին։ Այս թեման ավելի մանրամասն կներկայացնի իմ գործընկեր Գեղամ Ադյանը։ Շնորհակալություն Աննա, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակի արձագանքը շատ հստակ է Ալիևին, Հայաստանի Հանրապետության տարածքում արևմտյան Ադրբեջան չկա, Ադրբեջանի արևմտյան շրջանները Ադրբեջանի արևմուտքում են, այսպիսին է արձագանքը, ինչը նախկինում հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ այլ պաշտոնյաներ, բայց ես ուզում եմ կենտրոնանալ նրա վրա, թե ինչու է Ալիևին արձագանքել Հայաստանի արտգործնախարարության խոսնակը, որովհետև շատերի մոտ կարող է հարց առաջանալ, որ խոսնակը ի պաշտոնե ավելի ցածր մակարդակ ունի, քան Ալիևը։ Իմ կարծիքով այս տեղեկանն այն է, որ Հայաստանը փորձում է այդպիսով նախ թույլ չտալ ադրբեջանական նման խոսույթի լեգիտիմացում, կարևորություն տալով մի հայտարարության, որը Ալիևը ըստ էության իր ներքին լսարանի համար է արել, եւ հետո կանխել Բաքվի կողմից այդ սադրանքի գնալու հնարավորությունը։ Կարծում եմ նաև տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու Հայաստանից հայելային արձագանք չկա, այսինքն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի առումով, բայց կարծում եմ դա կրկին կնշանակի տեղի տալ Ադրբեջանի սադրիչ հայտարարություններին ու լեգիտիմացնել դրանք։ Իսկ որքանով կարող է Բաքվին հաջողվել իր նոր սադրանքների համար հիմքերը ստեղծել։
բարդ հարց է, որովհետև Ադրբեջանը այդ հիմքերը ոչ միայն կապում է իր կեղծ նարատիվների հետ, այլ նաև օրինակ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը կամ Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների հետ։ Այս կոնտեքստում ես կուզեի անդրադառնալ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, մեջբերեմ այն։ Այժմ մենք կենտրոնացած ենք Հայաստանին եւ Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասցնելու վրա, ինչն Ադրբեջանին զերծ կպահի հարևան Հայաստան ներխուժելուց, մենք կցանկանայինք կանխել դա, Ռուբիոն հստակ նշել է. Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմը վերջին բանն է, որը մենք հիմա կցանկանայինք։ Պետք է հիշեցնեմ, որ պետքարտուղարը համակարգում է նաեւ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդականի լիազորությունները, ինչը նշանակում է, որ այս հայտարարությունն ունի նաեւ անվտանգային բաղադրիչ, այսինքն Վաշինգտոնը տեսնում է էսկալացիայի իրական ռիսկ ու հաշվի առնելով Թրամփի այսպես ասած խաղաղարար առաքելությունը եւ նաեւ ԱՄՆ-ի համար այլ ավելի կարեւոր տարածաշրջաններում բարդ բանակցությունները, կարծում եմ Միացյալ Նահանգներին այս պահին էսկալացիայի նոր շրջաններ պետք չեն։ Գեղամ, մեր երկրում էր Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն, ինչով կառանձնացնես նրա այցը։ Այցը հետաքրքրաշարժ է ինքնին նրանով, որ կարծես թե առաջին անգամ է Իրանից պաշտպանության նախարարի մակարդակով այց տեղի ունենում Հայաստան։ Իրանական մեհր գործակալության հետ զրույցում պաշտպանության նախարարը արդյունավետ է որակել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները, նշելով, որ բանակցություններում քննարկվել են պաշտպանական եւ տնտեսական բնույթի հարցեր։ Ինչպես բոլոր պաշտոնյաները, Իրանի պաշտպանության նախարարը նշել է, որ Իրանը դեմ է պատմական սահմանների ցանկացած փոփոխության։ Նա արել է մի կարևոր շեշտադրում, ինչից մենք նախորդ ուրբաթ խոսել էինք, նշելով, որ Կովկասի տարածաշրջանը կարող է Պարսից ծոցը Սև ծովին կապող տարանցիկ միջանցք դառնալ, ինչը գիտենք Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծից է բխում։ Նասիրզադեն իր գործընկերոջը Սուրեն Պապիկյանին հրավիրել է Իրան ծանոթանալու Իրանի պաշտպանական ներուժին, հայտարարելով, որ հասունացել են համագործակցության զարգացման համար պայմանները։ Սա նշանակում է, որ Իրանը ակնկալիք ունի Հայաստանից ռազմական համագործակցություն սկսել, մասնավորապես զենքի վաճառքում, սակայն Հայաստանը միշտ զգուշորեն է մոտեցել հարցին, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները եւ առհասարակ հավաքական արևմուտքը շարունակում է իր պատժամիջոցները Իրանի նկատմամբ։ Շնորհակալություն։ Կհանդիպենք հաջորդ ուրբաթ։